Վրաստան, Ռուսաստան, հա, գիտեք ինչ մտածեցի, պարոն Դանիելյան, եթե դուք համարում եք Վրաստանի օրինակ Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ այս հարցի կոնկրետ բեռնափոխադրումների հարցի կամ սահմանված 90 օրը ուրեմն այնինչ Եվրասիական միության կանոններով էսել իր հերթին այլ բան է նախատեսված, այլ բան եւ դա մեր հանդեպ չի միության տարբեր այլ երկրների մասին է նաեւ խոսքը, բայց ինչեւ է 90 օր սահմանափակումը 180 օրվա փոխարեն տարվա ընթացքում, հա? Ուրեմն եթե դուք կարծում եք, որ մեր գործադրված ջանքերը բավարար չեն, ես կարծում եմ, որ դուք եթե ոչ անձամբ դուք ձեր սերտ գործակիցները կամ գործընկերները շատ սերտ հարաբերություններ ունեք նույն Ռուսաստանի Դաշնության հետ, նույն Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական գործիչների հետ։ Ինչն է ձեզ խանգարում, հələ ինքներդ փորձեք հասկանալ, ինչպիսին են տրամադրությունները այն կողմում, համ ձեր ընտրողներին կամ մեր քաղաքացիների շահերը կհետապնդեք, համ արտաքին քաղաքական ուղղությամբ ակտիվ կլինեք, համ էլ մեզ կասեք, թե ինչ են այդ մասին, օրինակ ընդեղ մտածում։ Ես ասում եմ իմանալով մեր ջանքերը, որ մենք անում ենք, հա, մեր աշխատանքը։ Լավ, ենթադրենք, որ ոչ միշտ եւ ոչ միշտ ես գիտեմ, որ դուք երազում եք այդ մասին, բայց դժվար ձեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հնարավորություն տան, որ մենք տեղերով փոխվենք։ Մի քանի ամսից ընտրություն է, առաջարկեք մարդկանց, տեսնենք իրենք ինչ կպատասխանեն։ Լավ, այսքան։ Արձագանքեք, հա, արձագանքեք։ Ես հասկացա, որ եւ Վրաստանի եւ Ռուսաստանի Դաշնության այս կնճռոտ հարցերով ես պիտի զբաղվեմ ամեն ինչով, պարոն Դանիելյան։ Այո։ Դե վաղվանից փորձեմ մի հատ զանգեմ արտգործնախարարին, բանին, երկրների փորձեմ տեսնեմ ոնց եմ այդ հարցերը կարգավորեմ։ Իրապես այս հարցերի վերաբերյալ ես իմ անկեղծ մտահոգություն եմ հայտնում, որովհետեւ այդ մարդիկ ինձ դիմում են հարյուրներով մեր քաղաքացիներից դիմում են եւ ես նաեւ ներկա եմ լինում իրենց բողոքի ակցիաներին իրենց հրավերով եւ իրապես այդ խնդիրները կան, պարոն Միրզոյան, այսինքն հիմա պնդում եք, ասում եք այդ հարցերը, չգիտեմ, նոր ասում եք այս հարցերը ինչ որ լուծված են Վրաստանի հետ, բան, հարցերը լուծված չեն։ Կրկնում եմ, մեր հայրենակիցները իդեպ նաև էկոնոմիկայի նախարարությունն էլ են գրություն ուղարկել, այդ հարցը, եթե չեմ սխալվում, նաև հակակոռուպցիոն կոմիտեն է զբաղվում, որ մեր հայրենակիցներից իրապես հազարավոր մարդիկ ստիպված են լինում գումարի դիմաց իրենց տեղաշարժը ապահովել։ Սա խայտառակություն է։ Եվ դրանով պայմանավորված նաև մեր տնտեսությունը տուժում է։ Նույն կոնյակ արտադրողների հետ կապված, նույն ուրեմն ծաղիկ արտահանողների հետ կապված, հեղուկ գազի ներմուծման հետ կապված, ես կարող եմ այտենց ժամերով խոսել այդ խնդիրներից, եւ սա լրջագույն խնդիր է, որ կրկնում եմ, չի լուծվում։ Հա, լուծվում է, բայց կաշառքի դիմաց։ Եվ ասել, որ լավ հարաբերություններ կան, բայց սենց է, այդքան էլ չեմ կարծում, որ ճիշտ է, էլի։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության հետ կապված, 90 օրը պիտի առհասարակ այդ մարդկանցից հանվի, որովհետև այդ մարդիկ մեկ ամիս ավել մենակ հերթի մեջ են կանգնում, պարոն Միրզոյան։ Մեկ ամիս ավել մենակ հերթի մեջ են կանգնում։ Իրանք չպիտի դասվեն, էլի, այն արտագնային մնացած աշխատողները, իրենք բեռնափոխադրողները եւ բոլոր միջազգային կոնվենցիաներով բեռնափոխադրողներին այդպես պիտի ժամկետ չհաշվեն, էլի, այդ հարց պիտի շատ արագ լուծվի, որովհետև կրկնում եմ, ամեն օր այդ հարյուրավոր տենց արտաքսման դեպքեր են ականատես լինում եւ էլ արդեն բեռնատարի վարորդ չի մնալու Հայաստան, որ կարողանա բեռնափոխադրումներ իրականացնի։ Եվ իմիջիալոց այն տարածքները, որ Ադրբեջանը օկուպացրել է, շատ կարևոր տարածքներ են, ռազմավարական նշանակություն ունեցող տարածքներ են, եւ մեր ասածը հետեւյալն է. եթե մենք ասում ենք սահմանազատում ու սահմանագծում, ուրեմն Ադրբեջանը այդ օկուպացված տարածքներից վերջին ռազմական գործողությունների ժամանակ պետք է, չգիտեմ, եթե բարի կամքի դրսևորում ասեմ, թե ինչ ասեմ, պետք է առաջին այդ տարածքներից ինքը հեռանա։ Նոր այդ սահմանազատման, սահմանագծման գործընթաց, ոչ թե մենք անդադ սահմանազատման, սահմանագծման արդյունքում Ադրբեջանին զիջենք, բայց ինքը այդ տարածքներից հետ քայլ չկատարի։ Սա նորմալ չի, սա ճիշտ չի։
Իսկ գերիների հետ կապված պատանդառնված անձանց հետ կապված անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների հետ կապված մենք չենք ասում, որ Ադրբեջանից Հայաստան, ուրեմն չգիտեմ, գերիվարված մեր հայրենակիցներ չեն վերադարձվել են, բայց ինչ հաճախականությամբ վերադարձվում են, նույն գրեթե նույն բանով ավելանում է մեր գերիների եւ պատանդառնված անձանց թիվը։ Վերջին խոսքը հատկապես վերջին ուրեմն Արցախում էթնիկ զտման եւ ցեղասպանության արդյունքում պատանդառնված անձանց մասին է։ Եվ շատ կարեւոր մի հարց եմ ուզում բարձրացնեմ։ Էլի ուզում եմ ակնկալել հստակ պատասխան։ Մարդիկ ուզում են իմանալ, տարբեր թվեր են հնչում 191 անհայտության մեջ գտնվող, մեկ այլ թիվ կա ասում են 240-ից ավել անհայտության մեջ գտնվող, հստակ թիվ, քանի Հայաստանի Հանրապետության քաղաքացի անհայտության մեջ է եւ իրենց ճակատագրի առումով ինչ գոնե թե եթե փակագծերը չբացեք, գոնե թե ինչ աշխատանքներ են արվում, որ կարողանանք ի վերջո մենք հասկանանք նաև վերջին պայթյունի ընթացքում են էլի անհայտության մեջ գտնվող մարդկանց թիվը ավելացել։ Ի վերջո այս հարցերի պատասխանները կարծում եմ մեր հանրությանը բոլորիս անկախ կուսակցական պատկանելությունից դիմությունա թե ընդդիմությունա հետաքրքիր է եւ այս հարցերի պատասխանը ակնկալում ենք ստանալ նաև ձեզնից։ Լավ, պարոն Դանիելյան, որ այտենց լրջորեն եք տրամադրված բեռնափոխադրումների հարցին մանրամասն անդրադառնալ, եկեք մի քիչ ավելի լուրջ խոսենք այդ մասին, համաձայն եմ։ Ուրեմն, երբ որ խոսում ենք Վրաստանով անցման եւ Ռուսաստան գնացող եւ հակառակությամբ եկող, ուրեմն բեռնափոխադրումների մեջ ապահովումների, ձգձգումների մասին, պետքա թերևս այլ ուրիշ բան էլ ասել, բայց կարծում եմ 3 շերտ առանձնացնել։ Շերտ համար 1 իրավական կարգավորումները, ուրեմն այդ 90 օրվա մասին եմ խոսում։ Տրամաբանական է գոնե հերթում անցկացված, գուցե տրամաբանականը մասնագետներ թող ասեն, արժի գումարել այդ մի ամիս հերթում սպասել թե չէ, բայց 90 օրը սա Ռուսաստանի Դաշնության սահմանած կարգավորումն է։ Մենք կարծում ենք, որ սա ակնհայտորեն, ես արդեն ասեցի քիչ առաջ, սա հակասում է ԵԱՏՄ կարգավորումներին, եւ սա մի թեմա է միանշանակ։ Նույն բանն եմ ասում, հակասում է ԵԱՏՄ կարգավորումներին, եւ սա մի թեմա է, որը այս պահին էլ քննարկվում է ռուսաստանյան մեր գործընկերների հետ, ընդ որում մի թեմա է, որը չի վերաբերում միայն Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, այլ նաև վերաբերում է Ռուսաստան այլ երկրներ հարաբերություն ԵԱՏՄ մյուս անդամներին, այսինքն սա մի խնդիր։ Այս ուղղությամբ ջանքերը այլ են։ Խնդիր, հնարավոր տեսական խնդիր համար 2 կամ երկրորդ շերտը, երբ որ ապօրինի ձգձգումներ են արվում։ Սրան կարող են արձագանք լինել եւ դիվանագիտական ջանքերը եւ կարան լինեն ուրեմն գերատեսչություն տարբեր ոլորտային գերատեսչությունների միջև կոնտակտներ եւ այն եւ արվում են եւ հնդածս լուծվում են։ Բայց շատ ուղիղ եմ ուզում ասել, եթե մենք կարծում ենք, որ այդպես չի, բայց եթե տեսականորեն չի կարելի բացառել, որ այս հապաղումները այս կամ այն երրորդ կողմի կողմից, քննարկված երկրների կողմից ունեն որոշակի միտում, ունեն քաղաքական նշանակություն, կիրառվել իբրև լծակ Հայաստանի վրա այս կամ այն քաղաքական դիրքորոշման համար կամ այդ դիրքորոշման հասնելու համար։ Եթե սա է իմաստը, եթե որևէ երրորդ երկիր մեր բեռնափոխադրումները արհեստականորեն պիտի խոչընդոտի, որպեսզի մենք դառնանք ավելի, չգիտեմ, հակված այս կամ այն կարծիքին կամ ունենանք այս կամ այն վարքագիծը, ապա այս քաղաքականությունը թերևս այդքան էլ հեռանկարային չի, որովհետև մենք շատ ճկուն ենք, մենք շատ հավատարիմ ենք մեր գործող գործընկերներին, գործընկերություններին, մենք շատ ուզում ենք խորացնենք մեր հարաբերությունները մեր գործընկերների հետ տարբեր ուղղություններով, բայց իհարկե այդ ջանքերը չեն կարող լինել մեր ինքնիշխան իրավունքի հաշվին, լավ ավելի լայն ասեմ, մեր ինքնիշխանության հաշվին այս կամ այն հարցում ունենալ այս ինչ կամ այն ինչ դիրքորոշում։ Հետևաբար, եթե արհեստական է եւ դա ինքնիրավչությունն է այդ մաքսակետում գտնվող X մաքսավորի կողմից, սա կունենա քաղաքական լուծում։ Եթե արհեստական է եւ ունի քաղաքական դրդապատճառ, այսպես ասած, շանտաժ Հայաստանի վրա, սա հեռանկարային չի։ Եվ երրորդ շերտը ես կուզեի առանձնացնել,
մտածենք իրավիճակ, որ ոչ 90 օր նախնդիր, ոչ արհեստական ձգձգում կա, որտեվ ուզում են մեր շանտաժի անել, ոչ արհեստական ձգձգում կա, որտեվ X երկրի մաքսավոր ուզում է կաշառք ստանա եւ այլ ուղակի են ինչ որ գրվում է թղթում, այս ապրանքը չի համապատասխանում այդ նկարագրին ինչ որ տարվում է։ Դիցուկ օրինակ մի քանի օր առաջ խոսվեց, գրված է կոնյակ, բովանդակություն այդքան է կոնյակ չի կամ գրված է, չգիտեմ, կատնամթերք, բայց բովանդակությունը մի քիչ ոնց որ կաթի բաղադրիչը այդ X ապրանքում չի համապատասխանում սահմանված տոկոսին եւ այլ, ես հիմա չեմ ուզում տարբեր հնարավոր բաներ ծվարկել, բայց կարող են նաև լինեն այսպիսի իրավիճակներ, ես այդպիսի իրավիճակների համար իմ պատասխանն է նա, որ այստեղ չի կարող Հայաստանի Հանրապետության կառավարությունը անընդհատ վերցնի զանգի խնդրի ընդունել եւս 10 բեռնատար մի ապրանքի, որ այդքան էլ այդ ապրանքը չի եւ այլն։ Սա մի օրվա լուծում է, սա 10 օրվա լուծում է, սա մի ամսվա լուծում է, բայց երկարաժամկետ ռազմավարական առումով այս ճանապարհը մեզ ոչ մի լավ տեղ չի տանի եւ մեր տնտեսությանն էլ օգուտ չի լինի, լավ է 10 բեռնատարն էլ անցան, դրանով մեր տնտեսությունը ինչ ազդեցություն ունեցավ, ինչ զարգացավ, չզարգացավ եւ այլն։ Այս էլ երրորդ շերտը, երևի այսքանով այս թեման կոնկրետ համար ենք սպառված։ Իհարկե մասնագետները մի քիչ ավելին կունենան այստեղ ասելու, քան հենց արտաքին գործերի նախարարը։